Սա մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծն է։ Ես երևի թե սենց ձեր հետ զանգում եմ, էլի։ Ալի, բարև ձեզ։ Փաստաբանից Լուսինե Մարտիրոսյանն է ձեր հետ խոսում։ Լուսինե Մարտիրոսյան, փաստաբան։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը այս երկու օրում մի քանի ահազանգ ստացել է Դավիթ եւ Միքայել Մինասյանների քրեական գործով։ Հիմա ես ուզում եմ ձեր միջամտությունը արագ արձագանքման, նաև արձանագրել այս ապօրինությունը, որը որ առավոտից տեղի ունենում եւ միջոցներ ձեռնարկել սրա հետ կապված գնահատական տրվի, առավոտյան երեխաներին առանց հանձնմունք ստանալու, առանց հաց ուտելու, որովհետեւ ասեցին շտապ պետքա բերեն քաղաքի վարչություն, ժամը 11-ին պաշտպաններին ծանոթել են 11-ի համար, որ պաշտպանները լինեն քաղաքի վարչությունում, գործողության վարույթային։ Ժամը 11:46 է, Երևան քաղաքի վարչության դռները փակ են, պաշտպանները չեն կարողանում ներս մտնել։ Երեխաները ներսում են։ Մենք մինչև այս պահը ներս չենք։ Քաղաքի վարչության շենքում, Պարուր Սևակ 4։ Ես խնդրում եմ ձեր արագ միջամտությունը։ Մենք խոսում ենք առողջական խնդիրներ ունեցող երեխաների մասին, ովքեր առավոտյան չեն էլ թողել հաց ուտեն, բերել են քաղաքի վարչություն, որ ինչ-որ շտապ գործողություն ունեն անելու, մինչև այս պահը պաշտպանները չեն կարողանում ներս մտնել։ Լուսինե Մարտիրոսյան, խնդրում եմ այս անգամ արագ արձագանքեք, չլինի այնպես, ինչպես բերման ենթարկելու օրը, երբ որ բոլոր գործողությունները ավարտվեց, նոր պաշտպանները կարողացան բարձրանալ իրենց մոտ։ Ես խնդրեմ նշեք դրասած երեխաների Դավիթ եւ Միքայել Մինասյաններ։ Ալիկ Դավիթ եւ Միքայել Մինասյաններ։ Այո։ Տարիքը կասեք։ 18 տարեկան են։ Ձեզ մոտ արդեն մի քանի զանգ եղել է։ Քաղաքի վարչությունն էլ Պարուր Սևակի 4 հասցեում է։ Կարծում եմ այսքան ինֆորմացիան բավարար է, ինչ որ արդեն գործողություն անելու։ Այո, ստեղ են, գիտեմ, ներսում են։ Լավ, Տիկին Մարտիրոսյան, ես հիմա փոխանցեմ ձեզ անպատասխան վարչությունի զանգահարել, լավ։ Ես թվում է բավարար էր, չէ՞, տեղեկատվությունը, որը որ արդեն պետք է լիներ գործողության գոնե սկիզբ։ Մեքենայի մեջ է։ Չէ, կոմեքենայի մեջ է, վարդը։